լավը կլի, վատը կլի։ Նոյեմբերյանցի 90-ամյա Սմբատ Պապիկը ինքնական որոշել է կրկին նստել դպրոցական նստարանին ու մասնակցել մաթեմատիկայի ընդունելության քննությանը, ոչ թե համալսարան ընդունվելու, այլ իր գիտելիքները ստուգելու համար։ Ուղղակի հետաքրքրության համար, իմ տարիքում ինչ եմ ես ուր գնամ, ինչի համար գնամ։ Չէ, միտք չունի էլի։ Ես 90 տարեկան մարդ եմ։ Եթե 5 տարի ասվորին, մենակ իմ կյանքն ու բանը իր հետ կվերջանա էլի։ Ուսում։ Երևանում եւ մարզերում մաթեմատիկայից քննություն է հանձնել շուրջ 5000 դիմորդ, այդ թվում 1935 թվականին ծնված Սմբատ Պապիկը։ 40 հատ լուծել եմ, 25 հատ չեմ հասցրել։ Քննության ժամանակը քիչ էր, դժգոհում է Սմբատ Պապը, երբեմնի արագությունը չունի, եթե քննասենյակում մի քանի ժամ էլ թողնեին, չլուծված խնդիր չէր մնա։ Բոլորը կարող էին լուծել, բայց ժամանակի մեջ չեմ կարող տեղավորվի, որտեղ իմ ուղեղը արագ չի աշխատում այլևս։ Բթացում էլի գնում դեպի։ Հետո էլ մանավանդ շատ վատ վիճակում էի ես։ Ճնշումս բարձրներ, թարսի նման։ Ակազմերս դել էր փակվել, առանց էլ լավ չեմ լսում, երեք վապշի չէի լսում։ 3 ժամ ինձ համար շատ քիչ է։ Պետք է կրկնակի տան, որ ես կարողանամ լուծեմ։ Գլուծեմ, բոլորը գլուծեմ ես, տենց բան չկա, որ չկարողանամ։ 90-ամյա տղամարդը սիրահարվեց մաթեմատիկային, երբ դպրոցական թոռները խնդիրները լուծելու համար դիմում էին իրեն։ Հետո ուսումնասիրել է մաթեմատիկայի դասագրքերը, նեղ մասնագիտական գրքեր ու թեստեր ճարել եւ տեղափոխվել թվերի աշխարհ։ Ես ինքնուս եմ պարապել, ոչ մեկին ես չեմ հարցրել, ոչ մեկին։ Գրականություն եմ ձեռք բերել, բան, ընդ որում ես ռուսերենից եմ օգտվել։ Այս ամբողջ բանը։ Նույնիսկ Ռուսաստանի թեստերի ժողոված էլ ունիմ։ Սա մաթեմատիկայի քննություն հանձնելու Սմբատ Պապի երկրորդ փորձն էր։ Մեկ անգամ էլ ուժերը փորձել է 2021 թվականին Իջևանում ու հավաքել 14.5 միավոր։ Ամբողջ ժողովուրդը, դա 300 հոգի կներ երևի։ Մի ծափահարություն, մի բան է, հետո գալիս էին բանանում թևը գծումուսից ինձ հետ նկարվում հերթեր։ Երիտասարդներին գրեթե 1 դար ապրած տղամարդը խորհուրդ է տալիս շատ աշխատել եւ չբթացնել ջահել ուղեղը։ Եթե աշխատած երլից հոգնելու բան չկա։ Ես հոգնող չեմ, թորը գիտելի, որ իրանք հոգնում են, բայց ես չէ։ Ես ամբողջ կյանքում շատ եմ աշխատել, ֆիզիկապես չերես շատ եմ աշխատել, միշտ այսօր էլ աշխատում եմ եւ պետք է աշխատեմ։ Երևի դա, եթե ես չաշխատեմ, կհիվանդանամ ու վсё։ Սմբատ Պապը ապացուցում է, որ սովորելու համար չկա տարիք։ ԿԳՄՍ։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։